Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ունենք երգի ու տեսահոլովակի պրեմիերա։ Այգեպան աղջիկ ներկայացնում է երգիչ Սամսոն Պանյանը։ Սա նրա թվով 9-րդ տեսահոլովակն է։ Եվ իհարկե Սամսոնը մեզ հյուր է, բարի լույս Սամսոն։ Բարի լույս։ Ինչու ես մենակ ուր աղջիկ Այգեպան։ Աշխատանքի երևի։ Աշխատանքի երևի։ Դե խոսենք տեսահոլովակից, երգից։ Երգը գործիքավորել է Արմեն Զամուկաշվիլին, փնտրում ենք միասին երգ, որը որ նորովի մեկնաբանելու համար շահավետ կլինի։ Պատահաբար մեքենայի մեջ սկսեցի ես երգ երգել, զանգեցի Զամուկին ու հասկացանք, որ այս երգը հենց պետք է անել, որտեվ 6-8 տարբերակ մի քիչ բերել նորովի ներկայացնել։ Զամուկը գործիքավորեց, ձայնագրեց, այնուհետ միքս մաստերինգը Հայկ Նավասարդյանն է կատարել աշխատանքները։ Ու հասկացանք, որ պետք է ունենա տեսահոլովակ։ Տեսահոլովակ դե ձմռանն էր նկարահանումները, արդեն ցուրտ էր փետրվար-հունվար։ Հաստատ Այգեպան աղջիկ ու չէինք ուզի, որ լիներ այգում։ Հասկացանք, որ հենց այս վայրը Մեգերյան կարպետը մեզ ավելի հարմար է, ավելի տեսարանները սիրուն են, ու Արթանի Գրիգորյան հետ ռեժիսորի միասին ընտրեցինք տեղն ու անցանք աշխատանքի։ Վայել ենք կայո տեսահոլովակը այս պահին Սամսոն Պանյան, Այգեպան աղջիկ։ Խնձոր եմ քավել, դրել մաղերով, տանեմ յարից տամ հազար նազերով, խնձոր եմ քավել, դրել մաղերով, տանեմ յարից տամ հազար նազերով, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում։ Ամեն առավոտ վարաշալույսին սպասում եմ յարջան քո ճանապարհին, ամեն առավոտ վարաշալույսին սպասում եմ յարջան քո ճանապարհին, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում։ Սիրուն աղջիկ, դու դարդ միանի, ճամփիդ կարոտ եմ, արի շուտարի, այ սիրուն աղջիկ, դու դարդ միանի, ճամփիդ կարոտ եմ, արի շուտարի, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, այգու մեջ խաղ ես անում, ջիգարս տաղ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում, Այգեպան աղջիկ, ինչ նազ ես անում,
այ գեպան աղջիկ ինչ նազ ես անում Շնորհավորում ենք Սամսոն։ Բարություն։ Ինչքանով արդեն տեսանք եւ իհարկե վայելեցինք երգ, Այգեպան աղջիկը արդեն հասանելի է բոլորի համար, երգը նկատի ունեմ եւ հետաքրքիր է, հա, այս աշխատանքները ինչերի հանդիպեցիք ընթացքում, ոնց անցավ, Որքան ժամանակ նկարեցիք։ Մեկ ամբողջ օր նկարահանումներ է եղել, միջև այդ նախապատրաստական աշխատանքները մի քանի օր տևել են, աղջկա հետ աշխատանքները, հագուստների ընտրությունը, կոնկրետ հենց վայրում տեսարանների ընտրությունը, որտեղ բազմաթիվ են տեսարանները, որ մասում է նկարվել, լոկացիաները, որ մասում է լինելու։ Երևի ընդհանուր մեկ շաբաթվա աշխատանք ենք ունեցել, արդեն դե անցել ենք մոնտաժային աշխատանքներին։ Փառք Աստծո, որ ոչ մի ավելորդ խոչընդոտ չի եղել, հարթ ամեն ինչ գնացել է, երգի նման թեթև։ Շատ լավ, նաև գիտենք, որ Հրազդանի Երվանդ Քոչարի անվան արվեստի դպրոցի տնօրեն եք Սամսոն։ Խոսենք նաև այդ արվեստի դպրոցից, հասկանանք ինչքանով այսօր դպրոցը կարողանում ապահովել իր ուսանողների համար այդ արվեստի բոլոր ճյուղերը։ Իրականում ես 2 տարի այնտեղ տնօրեն եմ, մինչ այդ եղել են փոքր բաժիններ, քիչ քանակով բաժիններ, այսինքն նկարչական բաժին, պարարվեստ, դաշնամուր, կանոն եւ փողային բաժին։ Իսկ հետո ի ուրախություն ինձ քաղաքապետի աջակցությամբ, քանի որ մենք համայնքապետերին ենք, համայնքապետաններին ենք պատկանում, համայնքապետի աջակցությամբ ունեցանք մոտ 10 ավել բաժնի ստեղծում։ Թատերական բաժին բացվեց, նկարչական 6-ից 9 տարեկան բաժինը բացվեց ըստ պետական ուսումնական պլանի, արդեն ազգային երգ, դասական երգեցողություն, կիթառ, երկրորդ կանոնի դասանը, սանթուր, քամանչա, ուդ, Ինչ իսկ հետաքրքրությունը երեխաների 170 աշակերտով դպրոցն ընդունել են փետրվար ամսին, փետրվարի կեսերին, արդեն ավարտական դուրս եկողներ միասին, մայիսի վերջին ընդամենը մնացել 140 աշակերտ։ Իսկ 2 սեպտեմբերի 2 ուսումնական տարվա ընտրության արդյունքում այսօր մենք ունենք գրեթե 400 աշակերտ։ Եվ բայց ամենաշատը որ բաժնի նկատմամբ է հետաքրքրությունը։ Թատերական։ Դե դպրոցի նկարչական հիմքի վրա ստեղծված դպրոց է, այս տարի ի դեպ 50-ամյակն ենք նշելու դպրոցի հունիսի 18-ին, նկարչական բաժինն է շատ մեծ, բայց երաժշտական բաժինն էլ շատ է, կիթառն ու դհոլն է չափից դուրս շատ դիվորտները, երեխաները շատ հետաքրքրված են կիթառով, դհոլով, բայց ամեն դեպքում մենք փորձում ենք համոզենք, որ կիթառի եկող երեխան գնա դաշնամուրի։ Այս տարի համոզել ենք մի երեխա կիթառի հետ համատեղ ուդն է անցնում, որը որ մեզ պետք է հաստատ ազգային նվագարանները այդ տեսակով առաջ տանենք, այսինքն ուսուցիչը աշխատում է եւ կիթառը եւ ուդը համոզելով երեխային, որ բայց ուդը ավելի լավ հաստացում, ավելի շատ սիրեց երեխան, իշահ մեզ այս դեպքում։ Մեծ աշխատանքներ ունենք արած, հիմնականում կապը մայրաքաղաքի հետ է, այսօր հուշագրեր ունենք Շառլ Ազնավուրի անվան մշակույթի արվեստի պետական քոլեջի հետ, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի հետ, Հանոս Տեր-Լեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի հետ, Քոչարի թանգարանի հետ, Ծաղկաձորի Օրբելիների եղբայրների թանգարանի հետ ունենք, պարբերաբար ունեն մենք ցուցահանդեսներ, մեծ աշխատանքներ, մայիսի 24-ին Նարեկացի արվեստի միությունում կունենանք մեծ ցուցահանդեսի բացում, Շառլ Ազնավուրի անվան քոլեջում ունենք ամսվա վերջին նորից ցուցահանդեսի բացում եւ երաժշտական մասի ներկայացում ուսանողների համար։ Բավականին բուրըն աշխատում ենք, պարբերաբար հյուրեր ենք ընդունում դպրոց մայրաքաղաքից նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ։ Դասախոսական կազմում։ Երևանից էլ ունենք ուսուցիչներ, որոնք որ աշխատում են, Սևանից ունենք, Չարենցավանից ունենք, դե տեղից Հրազդանից ունենք ուսուցիչներ, որտեղից որ հնարավոր է, այսպես ասած տանում եմ, որովհետեւ լավ կադրերը համալրեն դպրոցը ու լավ սերունդ ունենանք։ Իսկ երեխաները միայն Հրազդանից են, թե Հրազդանից եւ տարածաշրջանից է, դե Հրազդան ասված արդեն խոշորացված համայնք է գյուղերն էլ հետը, նաեւ ունենք մոտ Սևանի գյուղերից աշակերտներ, որոնք որ սիրով հաճախում են, սովորում են, իսկապես այսօր մենք ունենք այդ արվեստի պակասը մեր սերունդի մեջ, որով պետք է յուրաքանչյուրս մեր տեղում պետք է լրացնենք, որտեղ արվեստն է կրթում իրական սերունդը։
Իսկ ինչ նորություններ ունեք դուք այս երգից հետո արդեն։ Իրականում Սոնե ջան, երկու երգ արդեն ձայնագրվել է, մեկը հենց ինձ համար գրված Գրիգոր Բանանցն է գրել էլի ակտիվ պարային երգ է, մյուսը Շարանա ազգային երգերից հավաքված, արդեն ձայնագրությունները կա, երկուսն էլ հուսով ենք շուտով կանցնենք տեսահոլովակի նկարահանումներին։ Իրականում դպրոցի հետ կապված 1 տարի մեկ երգից բացի ոչինչ չեմ հասցրել անեմ, որտեղ դպրոցում շենքային պայմաններից սկսած ամեն ինչ, ոնց որ sense ասած, ես էլ սիրում եմ աշխատել անել, իմ վրա վերցրած մեր տնտեսվարի հետ, որ սվաղ էինք անում ներկում, հարդարում, դպրոցը պատշաճ տեսքի բերում, որպեսզի ընդունելությունները նորմալ կազմակերպեինք։ Այդ պատճառով նույնիսկ ամառային արձակուրդ չեմ գնացել, աշխատել ենք դպրոցում շինարարական ոլորտում։ Հիմա ասենց բուրըն արդեն դպրոցը ոնց որ ասում են արդեն ռելսերի վրա դրած է, իր հունով աշխատանքը գնում է։ Հիմա փորձեմ նաև իմ կարիերայով զբաղվել։ Իսկ դպրոցում համերգներ երեխաների Պարբերաբար։ Պարբերաբար համերգներ լինում են, նաև մենք ես 2 տարին էլ արդեն անընդմեջ կազմակերպել եմ հանրակրթական դպրոցներում հանդիպումներ աշակերտների հետ։ Մեր աշակերտները առաջ տարին դահլիճներում ունեցան համերգներ դպրոցի աշակերտների համար, իսկ 2-րդ տարին արդեն բովանդակությունը փոխեցինք, երաժշտական դասամիջոցներ էինք կազմակերպում, այսինքն յուրաքանչյուր միջանցքում ամեն դասամիջոցին մի նվագարան նվագում էր երեխաների համար։ Իրականում դա շատ հետաքրքիր էր երեխաների համար, որ դուրս են գալի այդ աղմկել վազելու փոխարեն ու հանդիպում են դպրոցի միջանցքում իրանց հասակակից մի երեխայի, որը որ նստած նվագում է օրինակ Սանթուր կամ Դուդուկ, հաստատ իրենք էլ են ոգևորվում ու շատ հենց դա եղավ այդ թվի հետ կապված աճը, իհարկե դա նախորդ մտածված բան էր, որ ինչ պետք անենք, որ դպրոցի հանդեպ հետաքրքրությունը աճի ու աշխատեց դա։ Կարծում եմ շարունակական կլինի ու նաև հենց Երևանում ունենում ենք պարբերաբար այցեր, տարբեր տեղեր, համերգներ, աշակերտները նույն թանգարաններում, թանգարանային օրերին է լինում համերգներ, դպրոցում է պարբերաբար լինում համերգներ, դե գրեթե ամեն շաբաթ ունենում ենք կարևոր հյուր, հաստատ հյուրի համար էլ փոքրիկ միջոցառում էլի կազմակերպվում է, որպեսզի հյուրը ականատես լինի դպրոցի ռեսուրսին։ Իսկ ինչպես անել, որ այս հետաքրքրությունը ավելի շատանա։ Այ դուք արդեն որոշակի միջոցառումներ ձեռնարկում եք, իսկ ինչ անել, որ ավելի հանրայնացնել այս ամենը։ Կարծում եմ այս պահին մեր դպրոցը Հրազդանում շատ հանրայնացված է։ Հիմա բավականին մեծ ծրագրեր ունենք Շարլ Ազնավուրի անվան քոլեջի հետ։ Շատ չեմ ուզի ճակերտները բացեմ, բայց մեկը կասեմ, Շարլ Ազնավուր 100 ծրագրի մեջներ արված ենք, որտեղ որ երեխաները պետք է նկարեն Շարլ Ազնավուր, տարվա վերջին նկարիչների միությունում լինելու է մեծ ցուցահանդես, 10 երեխա մեր դպրոցից ներգրավված են։ Դրա հետ զուգահեռ մրցույթներն են շատ տարվա ընթացքում, որոնց որ ակտիվ մասնակցում ենք, բավականին շատ մեծ հաջողություններ ունենք։ Ի ուրախություն ինձ, իմ համար այս տարի ամենամեծ ուրախությունն եղել է մեր երգչախմբի հաջողությունը, որ Art Music մրցույթում առաջին տեղ զբաղեցրեց։ Ընդամենը 2 տարվա ստեղծած, 2 տարի չկա իրականում, 1.5 տարվա ստեղծած երգչախումբ ու մեծ հաջողություն։ Նվիրված աշխատում են բոլոր աշխատողները մեր հետ միասին, իշա մատաղ սերնդի, վաղվա սերնդի, հուսով ենք ամեն ինչ ստացվում է, այս պահին ծնողները շատ գոհ են, աշակերտները շատ գոհ են, հաջողությունները մեծ են ու շոշափելի, ուրախ ենք դրա համար ու հուսով ենք, որ դա շարունակական լինելու։ Ու իդեպ ասեմ, որ նաև մեր աշխատանքը իրականում վարակում է։ Կողքի դպրոցներին, կողքի համայնքների դպրոցներին, որոնք որ տեսնում են ոնց որ դու ինչ ես անում, իրենք էլ են փորձում ավելի շատ աշխատել։ Անցած տարի մեծ ցուցահանդես ենք ունեցել Երևան Քոչարի անվան թանգարանում, հուշագրի շրջանակներում, իրականում Քոչար 125-ի շրջանակներում մենք հետաքրքիր մտահղացում եղավ, հանձնարարեցինք երեխաներին էպոս ընթերցել ամառային արձակուրդներին։ Էպոս ընթերցելուց հետո սեպտեմբեր ամսին արդեն դասերի ընթացքում հասկացանք, որ երեխան է ընթերցել, որը չի ընթերցել, ու կարդացած երեխաները անցան աշխատանքի էպոսը վերարտադրել։ Ամեն մեկը իր դրվագը նկարեց, շատ սիրուն մեծ ցուցահանդես ունեցանք,
թանգարանում գրեթե 10 օր փակցված մնաց մեր դպրոցի աշակերտն։ Դա կարծում եմ մեծ հաջողություն է Հրազդանի երեխաների աշխատանքները Քոչարի թանգարանում 10 օր փակցված մնալը։ Սամսոն ջան, մենք մաղթում ենք քեզ էլի հաջողություններ, շատ ճիշտ աշխատանք ես հանձն առել քո ձեռքում եւ ինչքանով արդեն հասկացանք, շատ ճիշտ, այսպես ամեն ինչ ընթանում է իր հունով։ Դա շատ լավ է։ Հաջողություններ ենք մաղթում ու ուզում ենք նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որպեսզի յուրաքանչյուր հաղթանակ նշվի հենց այս գինու հետ միասին եւ էմոցիաներ նվիրենք, արև բացիկներ եմ ուզում քեզ նվիրել, որը նախատեսված է հարազատ ու սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ կարևոր բառերն են, որը հաճախ հենց այս բառերի կարիքն ունեն մեր դիմացիները, բայց մենք մի քիչ ժլատ ենք գտնվում եւ չենք ասում այս բառերը։ Ձեզ նվիրեմ Սայաթնովայի խոսքերից, չկա քիզի նման, քիզ նման, դուրիսան նման։ Նվիրի Սայր մարդուն, ով հենց այս բառերի հեղինակն է քեզ համար։ Եվ մաղթենք քեզ հաջողություններ։ Սատանը կմնա մեր։ Իրանալի է։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն ձեզ հրավերի համար, լուսաբանելու համար, այդ ջեր մթնոլորտի համար։ Դե ինչ կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։